Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, շատ կարևոր է նշել, որ անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, ներմուծում ենք նավթամթերք Ադրբեջանից։ Մինչև Հայաստանի իշխանությունները պնդում են, թե Բաքվից Երևան հասնող բենզինը առհասարակ Ադրբեջանի հետ առևտուրը հաստատված խաղաղության վկայություններից է, Ադրբեջանում այդ երկրի կառավարությունը գնում է Միլի Մեջլիս ու իր գործունեության նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս բաց ուղիղ տեքստով հայտարարում. սա պարզապես առևտուր է, ոչ ավելին։ Ահա այսպես են ձևակերպել ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ունի զուտ առևտրային բնույթ եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջև տնտեսական եւ առևտրային կապերի հաստատման կարևոր քայլ։ Միակ ուղերձն է, որ Ադրբեջանում խաղաղություն չկա խաղաղություն։ Սա է ուղերձը շատ բացահայտ, շատ հստակ, բազմիցս եւ ոչ միայն երեք կառավարության ներկայացած ծրագրով բազմիցս նշել են, քանի դեռ Հայաստանում սահմանադրությունը չի փոխվել, դուրս չի բերվել այնտեղից հղումը, նախաբանը դուրս չի բերել, որտեղ հղում կա անկախության հռչակագրին, որտեղ Արցախի վերաբերյալ նշումներ կան, բնականաբար ոչ մի խաղաղության պայմանագրի չի կնքվելու։ Կարծում եմ սա միակ պայմանը չէ, էլի պայմաններ իհարկե կլինեն։ Բոլորը դրանք կրում են զուտ առևտրային բնույթ։ Հաստատված խաղաղության առևտրի հիմնավորման մասին Ադրբեջանի կառավարությունը միայն գրել է, թե նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է այս գործընթացում դարձյալ տնտեսական դիվիդենդների իրենց հայեցակարգը։ Սա նշանակում է, որ կամաց առևտուրը սկսում են ուժեղացնել միջև Հայաստանի հասարակության գիտակցության մեջ Ադրբեջանը պատերազմող երկրից վերափոխվի զուտ առևտուր անող երկրի հետ։ Այսինքն Ադրբեջանը կալվի ոչ թե այն երկիր, որի հետ 30 տարվա Արցախյան հակամարտություն է եղել, այլ ընկալվի երկիր, որի հետ ասենք ապրանքափոխանակություն է տեղի ունենում, առևտրաշրջանառություն է տեղի ունենում։ Սա է նշանակում։ Ամիսներ առաջ հիշեցնենք Հայաստանի կառավարությունն Ադրբեջան ցուցակ էր ուղարկել, թե ինչ կարող ենք մենք այստեղից իրենց ուղարկել։ Ասել է, թե արտահանել, սակայն մինչև այս պահը Բաքու-Երևան-Բաքու գնացքն այստեղից դատարկ է հետ դարձել։ Որովհետև նախորդող շրջանում մեր տնտեսությունը ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացել։ Երևանից Ստամբուլ թվում է սովորական ավիաչվերթ է, այն սակայն շարունակում է Հայաստանի համար լինել ոչ միայն տրանսպորտային կարևոր հարց։ Այս ուղիղ չվերթները հիմնականում իրականացնում էին օտարերկրյա ավիափոխադրողները, որոնց շարքին այժմ ավելացավ նաև եւս մեկը՝ թուրքականը։ Ոլորտի մասնագետները մտավախություն ունեն, որ այս չվերթն իրականացնող Turkish Airlines ավիաընկերությունը գնային տեսանկյունից կարող է ճնշում գործադրել մնացած ավիափոխադրողների վրա։ Turkish Airlines-ը հայտնի է իր մատչելի սակագներով, մոտավորապես մոտ 370,000 դրամով են Ստամբուլով Ամերիկա երկկողմանի ավիատոմսի արժեքը վաճառում։ Իրանք ուժեղ կոմերցիոն քաղաքականություն ունեն նաև, եթե գալիս է մի բան ցանկացած ավիաընկերություն եթե մնում է թույլ մրցակցի հետ, բնականաբար ինքը կարող է արդեն սակագնային քաղաքականությամբ ճնշել։ Turkish Airlines ավիաընկերությունը նաև դեպի Եվրոպա թռիչքների համար է սահմանում էժան սակագներ։ Պետք է հաշվի առնել նաև այն ռիսկերը, որ ժամանակի ընթացքում գների մեջ կարող են որոշակի փոփոխություններ նկատվել, քանի որ թուրքական կողմը ավիացիոն եւ առևտրային բիզնեսում հմուտ քայլեր է գործադրում։ Գների այդ մատչելիության պայմաններում ուղևորները կնախընտրեին ավելի մատչելի սակագներ առաջարկող կազմակերպություններից օգտվել, ասում են մասնագետները։ Նրանք պնդում են, որ հայկական ավիաընկերությունները կարող են խնդիրների չհանդիպել, եթե ճիշտ քաղաքականություն տանեին, քանի որ մասնավոր ավիաընկերությունները միլիարդավոր ներդրումներ անելու հնարավորություն չունեն։ Մենք ավիացիոն մասնագետների խմբով առաջարկել էինք տարբերակներ, մեր հետ համաձայնվեցին։ Հետո ասացին, որ ընդունում են մեր բոլոր առաջարկները, հետագայում լրացին։ Եթե պետական մասնակցությամբ ավիաընկերությունը, պետությունը նաև կարող է խրախուսել, աջակցել, կառանտ կանգնել։ Իշխանությունները պարբերաբար ասում են, որ տնտեսական համագործակցություններով հնարավոր է նվազեցնել պատերազմի ռիսկը, եւ այդ իսկ պատճառով ցանկանում են տարբեր ոլորտներում համատեղ աշխատել հարևան պետությունների հետ։ Մասնագետները սակայն ասում են, որ նպատակ են հետապնդում Հայաստանը կախվածության մեջ գցել նրանց լոգիստիկ ընկերություններից, եւ բացի այդ, այս ամենի հիմքում թաքնված աշխարհաքաղաքական շահն են նկատում։
հատկապես մեր տարածաշրջանում բոլոր գործընթացների հիմքում դա կլինի տնտեսական, էներգետիկ, սրանց բոլորի հիմքում քաղաքականությունն է։ Բնականաբար կփորձեն համոզել, որ առավել կարևոր է տնտեսական շահը։ Հայկական կողմում ցանկանում են տպավորություն ստեղծել, թե պետությունը ստանում է ավելի մատչելի տրանսպորտային, լոգիստիկ կամ մթերային հնարավորություններ։ Մասնագետները կարծում են, որ այս ամենով պետությունը կհայտնվի ծուղակի մեջ եւ երկրի կարևորագույն համակարգերը կանցնեն այլ պետությունների ենթակայության տակ։ Եթե վաղը հայտնվի այնպիսի հայկական ընկերություն, որը ավելի մատչելի գին կփորձի առաջարկել, ապա քաղաքական նպատակահարմարությունը Թուրքիային կստիպի, որպեսզի թուրքական ավիաընկերությունը էլ ավելի մատչելի գին առաջարկի, որպեսզի գերիշխող դիրք ձեռք բերի հայկական ավիաշուկայում։ Իսկ քաղաքավիացիայից այս չվերթի վերաբերյալ հարցերը նախ գրավոր ուզեցին, հետո ասացին նաև, որ կարող են տրամադրել չբացուցակը։ Հայաստան-Թուրքիա այս չվերթներն ի դեպ ուղևորների համար կարող են ավելի մատչելի եւ հասանելի ճանապարհորդություն լինել։ Ոլորտի մասնագետները սակայն զգուշացնում են նաև հնարավոր ռիսկերի մասին։ Ավիացիոն շուկայում մրցունակությունը կարող է բերել գների նվազման, սակայն մյուս կողմից ստեղծել կախվածության վտանգ։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա վիճակն ու ընթացիկ զարգացումները։ Դոնալդ Թրամփը երբեմնի դաշնակիցների ձեռնպա վերաբերմունքից հիասթափված է։ Խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցով անցնող լցանավերի ուղեկցելու նպատակով ռազմական նավեր չուղարկելու փաստին։ Թրամփին առանձնապես զարմացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի անվճռականությունը։ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի սկզբնական փուլում Սթարմերից խնդրել է մի քանի նավ եւ ականազերծիչ, սակայն աջակցությունը չգիտես ինչ պատճառով ուշանում է։ Ոմանք մեծ ոգևորությամբ են մոտենում այս հարցին, ոմանք ոչ։ Այդ երկրների թվում կան այնպիսիք, որոնց մենք տարիներ շարունակ աջակցել ենք։ Մենք պաշտպանել ենք նրանց լուրջ արտաքին սպառնալիքներից, սակայն նրանք անհրաժեշտ ոգևորություն չեն ցուցաբերում։ Իսկ ինձ համար ոգևորության մակարդակը կարևոր է։ Պատերազմի սկզբնական փուլում Սթարմերից խնդրել էի մի քանի նավ եւ ականազերծիչ, ու ինչ, Իրանին ոչնչացնելուց հետո Մեծ Բրիտանիայի օգնությունը այլևս անհրաժեշտ չէ։ Դրանք ինձ այլևս պետք չեն։ Ինձ պետք չեն հաղթանակից հետո, ինձ պետք էին մինչև պատերազմի սկիզբը։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմը երկար չի տևի, հայտարարել է Թրամփը, սակայն հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, նա պատասխանել է, որ այդպես չի կարծում։ Թրամփը նոր հայտարարություն է արել Կուբայի վերաբերյալ, ասել, որ հավատում է, որ պատիվ կունենա գրավել։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Կուբային թշնամական զավթմամբ, ապա նշել, որ զավթումը կարող է նաեւ բարեկամական լինել։ Ես կարող եմ ազատագրել այն եւ կարող եմ զավթել այն, կարծում եմ կարող եմ անել այն, ինչ ուզում ասել է Դոնալդ Թրամփը։ Թրամփը նաև գրառում է արել Վենեսուելայի մասին, ուրախություն հայտնելով, որ Վենեսուելայի բեյսբոլի թիմը 4-2 հաշվով հաղթել է Իտալիայի հավաքականին։ Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ Ամերիկայի 51-րդ նահանգը։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մահացել է։ Իրանի նախագահ Փեզեշքյանը խոստացել է դաժան վրեժ խնդիր լինել Լարիջանի մահվան համար եւ ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Թեհրանին հասցված հարվածի ժամանակ Լարիջանի սպանության մասին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարարը։ Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ բանակցությունների համար, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ դաշնակիցներին ուղղված կոչ դիմումին առայն, թե նրանք պետք է օգնեն ապահովել նավթի տարանցումը նեղուցով, արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Հիշեցնենք, Իրանը ի պատասխան Միացյալ Նահանգների Իսրայելի կողմից երկրին հասցվող հարվածների փաստացի երրորդ շաբաթն է փակ է պահում Հորմուզի նեղուցը։ Ֆրանսիան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցմանը, բայց միայն այն դեպքում, երբ իրավիճակը կհանդարտվի։ Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու կամ ազատագրելու գործողություններին։ Իրավիճակը հանդարտվելուն պես մենք պատրաստ ենք մյուս երկրների հետ միասին պատասխանատվություն կրել նավերի ուղեկցման համար։ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել հերթական հումանիտար օգնությունը, Իրանին տրամադրվող 82 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնությունը ներառում է տարբեր սննդամթերք, դեղամիջոց եւ բժշկական պարագաներ։ 76 տոննան կազմում են պարենային եւ սննդի ապրանքներ, 4 տոննան դեղամիջոցները եւ 2 տոննան բժշկական պարագաները։ Հումանիտար օգնությունը Իրան կհասցվի 5 բեռնատար ավտոմեքենաներով։ Ի դեպ, հաշվի առնելով հումանիտար օգնությունն ուղարկվում է Նավրուզի տոնի նախաշեմին, Բաքուն օգնության կազմում ներառել է նաեւ համապատասխան նվերներ։
2026-ի առաջին ամիսներին գնաճը արագացել է, կազմելով 4,3%, 12-ամսյա բնականոն գնաճը հասել է 4,7%-ի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ, թողնվելով 6,5% սահմանաչափում։ 2025-ի 4-րդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն ավելացել է։ Տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները կարող են բերել համաշխարհային մակարդակում գնաճի եւ տնտեսության դանդաղման, որը ունենալու է նաեւ բացասական հետևանքներ նաեւ Հայաստանի տնտեսական համակարգում։ Հայկական ընկերությունները, օրինակ, կարող են ունենալ խնդիրներ մերձավոր արևելքի շուկաներում հայկական ապրանքների իրացման հետ։ Նաև կարող են առաջանալ լոգիստիկ խնդիրներ, քանի որ արաբական էմիրությունները Հայաստան ներմուծման եւ այստեղից արտահանման համար դարձել էր լոգիստիկ հաբ։ Մենք փորձել ենք գնահատել, թե մերձավոր արևելքի հակամարտության սրման արդյունքում ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում գնաճի վրա, դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1,2-ից 1,7%։ Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի համար պարտադիր բժշկական կրթություն ունենալու պահանջը փոխարինվում է։ Այսուհետ այս պաշտոնին կարող են հավակնել նաև այլ կրթությամբ այն անձինք, որոնք ունեն բավարար գիտելիքներ, փորձ, կազմակերպչական կարողություններ։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին օրենքի նախագիծը նախարարը ներկայացրեց։ Մեր բժշկական կենտրոններում պետք է բարձրացվի նաև բուժական գծով տեղակալների պատասխանատուների դերակատարումը, որովհետև ըստ էության նրանց վրա ուրեմն ինչպես որ այսօր է, հիմնական մասնագիտական առաջնորդությունն է դրված եւ մեր ուսումնասիրություններն ու նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ էության այս դուալ կառավարման գործադիր մարմին ունենալու մոդելը բավական արդյունավետ է։ Առաջադրվող պահանջները չեն նվազեցվում, այլ բարձրացվում են, շեշտեց նախարարը, այն ավելի ընդհանուր քաղաքականության շրջանակում է։ Ինչպես դպրոցների կառավարման մասով մեր կառավարության քաղաքականությունն է, որ մասնագիտական կառավարումը պետք է առանձնացվի ֆինանսական, վարչատնտեսական կառավարումից, այս նույն տրամաբանության մեջ մենք գնում ենք նաև առողջապահական կազմակերպությունների մասով։ Եվ այո, բժիշկ մասնագետը ըստ մեր կարծիքի նույն փոքր օրինակի վրա բերեմ։ Առաջնային օղակի ամբուլատորիաների չպետք է զբաղվի ընտանեկան բժիշկը պատուհանների փոխփոխմամբ կամ գույքի պահպանման, թարմացման աշխատանքներով։ Ներկայացվեց նաև 2021-2026 թվականների կառավարության ծրագրի 2025-ի կատարողական զեկույցը։ Կարևոր ձեռքբերումներից է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը եւ կիրառումը։ Առաջին փուլով առողջության ապահովագրության մեջ ներառվեցին 1,600,000 քաղաքացիներ, շուրջ այնտեղ հստակ թիվը ամսամիս փոխվում է, որովհետև ավելանում են քաղաքացիները։ Առաջին փուլով ներառվեցին մինչև 18 տարեկան 65+ տարիքի 201 եւ ավել 201,000-ից ավել աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամության կարգ ունեցող, անապահովության համակարգում ներառված քաղաքացիները։ Անցնող տարում շարունակվել են նաև բժշկական կենտրոնների տեխնիկական վերազինման աշխատանքները։ Իրականացվել են առողջապահական մի շարք միջոցառումներ եւ արշավներ, այդ թվում մինչև 1 եւ 5 տարեկան երեխաների մահացությունը կանխող միջոցառումներ։ Աշխատանքներ են տարվել նաև առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ, թե մեծահասակների, թե տարեցների շրջանակում։ Նախարարի խոսքով հաջողություններ են արձանագրվել նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում։ Մինչև 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 95.1%։ Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ընդգրկվածությունը կազմել է 48%։ Ներդրվեց ջրծաղիկի ուրեմն նոր պատվաստանյութը եւ պետք է նշեմ, որ բավական լավ ընդգրկվածություն ունենք եւ այն շրջանակը ուրեմն ներառել ենք առաջին փուլում, ունենք 95%, ներողություն եմ խնդրում, 76.7% ընդգրկվածություն։
Նախարարի խոսքով վերջին 30 տարում առաջին անգամ մեր երկրում գրանցվել է կյանքի միջին տևողության բարձր 78.6 տարի ցուցանիշ, ինչը պայմանավորված է թե սոցիալ-տնտեսական, թե առողջապահական համակարգի բարելավմամբ։ Հայաստանը ցանկանում է խստացնել սպորտային խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի վերահսկողությունը։ Իշխանությունները պարտավոր կլինեն վերահսկել մարզական խաղադրույքների շուկայի գործունեությունը եւ հայտնաբերել կասկածելիները։ Անհրաժեշտության դեպքում կսահմանափակվեն կամ առհասարակ կարգելվեն խաղադրույքների առանձին տեսակներ։ Կոնվենցիայով նախատեսվում է նաեւ համաչափ միջոցների մի ամբողջական համալիր դրամական տույժերից միջև գործունեության արգելք, կախված նրանից, թե մեքենայությունների ինչ տեսակի մասին ենք խոսում։ Օրենսդրական փաթեթով նախատեսվող մեկ այլ փոփոխության համաձայն էլ նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան։ Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովել 5-ից 6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը։ Այն վայրերում, որտեղ դա բնակավայրի միակ նախադպրոցական հաստատությունն է, երեխաները կունենան ավելի վաղ ընդգրկվելու հնարավորություն, մասնավորապես եթե մենք խոսում ենք բնակավայրի միակ հաստատության մասին, այսինքն կա դպրոց, որի շրջանակներում գործում է նախակրթարան, նրանք կարողանան ավելի վաղ փուլից աշխատել երեխաների հետ, 3-ից 6 տարեկան երեխաների ընդգրկում ապահովել։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը վստահեցնում է, թե Հայաստանն այն եզակի երկրներից է, որը COVID-ի շրջանում չի կրճատել կրթության ֆինանսավորումը, հակառակը ավելացրել է։ Փոփոխություններն ու ոլորտի զարգացումը շարունակական գործընթաց է։ Հիմա էլ գերատեսչությունը ցանկանում է, որ այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների 80%-ի համար հասանելի լինի արհեստական բանականության դասընթացը։ Հայոց լեզվի պահպանության ու տարածման հարցը մշտապես արդիական է ու կենսական նշանակություն ունի հայկական Սփյուռքում։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարն ասում է, թե արտերկրում բնակվող մեր դպրոցահասակ երեխաները հայերեն դասագրքերի խնդիր չունեն, դրանց քանակը բավարար է, խնդիրն այլ տեղում է։ Մենք այս պահին փորձում ենք հաղթահարել առաքման խնդիրը, որովհետև որպես պետություն կարծում եմ ճիշտ է, որ եթե մենք գիրք ենք հատկացնում համայնքային դպրոցներին, ված չլինի, որ մենք այդ գրքերը հասցնենք տեղ եւ ոչ թե մարդիկ գան եւ ֆիզիկապես իրենց հետ գրեն այդ գրքերը։ Որպես ֆիզիկական գրքի այլընտրանք առաջարկվում է նաև օնլայն հավելվածներով հայերենի ուսուցումը։ Այս դեպքում եւս խնդիրներ կան։ Սփյուռքում բազմաթիվ են շաբաթ օրերին գործող հայալեզու դպրոցները։ Ֆինանսավորման չափն ու հնարավորություններն է պետք հասկանալ։ Սինստանա դրած, որ մարդիկ նստեն։ Մոտ մեկ ամիս է մայրաքաղաքի թիվ 181 հիմնական դպրոցի հարևանությամբ հակասանի տարական վիճակ է։ Կեղտաջրերը ամբողջ դպրոցի բակով են տարածվում մինչև Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, հետո հասնում Բաբաջանյան փողոց։ Երեխաներն ամեն օր են շնչում այդ գարշահոտը, այլ տարբերակ չունեն, քանի որ անցուդարձ են անում։ Սենց գնում է հասնում որտե։ Կեղտաջրերը դուրս են գալի դպրոցի ամբողջ տարածքում, տեսնում եք ինչ վիճակ է։ Ու երեխեքը այս վիճակով գնում են դասի։ Երեխեք այս հոտին ոնց է կուտում։ Գնա հեռու կեր, հոտը լավ չի։ Հատկապես առավոտյան եւ երեկոյան է կեղտաջրերի հոսքն ուժեղանում, հոտը նույնպես։ Ծնողները շեշտում են այն հանգամանքը, որ այդ բարձի թողի վիճակը ուսումնական հաստատության բակում է, որտեղ հարյուրավոր երեխաներ են սովորում։ Մարդը պետք է աչպարար լինի, բայց ես որ թռնի, հոտը սպանում է։ Ամենատարբեր կառույցներին են դիմել, բայց գործնական քայլեր այդպես էլ չկան, իսկ այս հարցը ծնողների շտապ լուծման կարիք ունի։ Մարդիկ նշում են, որ մեռել են քաղաքապետարանի թեժգից, Վիոլա ջուր, Մալացիայի քաղաքապետարան զանգելով, բայց ոչ մի դրական պատասխան։ Միայն ասում են, խնդրին տեղյակ ենք, դա Վիոլա ջուրն ասում, իսկ քաղաքապետարանն ասում է դա մեր գործը չի, քաղաքապետարանն ասում է Վիոլայի գործն է, մի խոսքով նույն հանրահայտ բառերը։ Իսկ թիվ 39 մանկապարտեզի տարածքում տիրող հակասանի տարական վիճակը վերացվել է։ Շամշյանքոմն ու այսօր լրատվականն էին բարձրաձայնել այդ խնդրի մասին։ Ըստ իրենց տեղեկությունների այս հատվածում է, որ խցանում է առաջացել,
ՀՑԿՀ նախագահի Երևանի քաղաքապետի ու Աչափնյակի թաղապետի միջամտության արդյունքում է լուծվել Վեոլիա ջուրընկերության հատուկ մասնագետները մաքրել են դիտահորերն ու կոյուղատարերը։